Լինում է, չի լինում մի վաճառական, 12 տարվա պսակված է լինում, ունենում է միայն մի աղջիկ, անունը գեղեցկուհի Վասիլիսա։ Վասիլիսայի 8 տարին լրացած մերը մեռնում է։ Մեռնելիս աղջկանը կանչում է, ասում է. «Լսիր, Վասիլիսա, միտդ պահիր ու կատարիր իմ վերջին խոսքը։ Ահա ես մեռնում եմ ու իմ մայրական օրհնության հետ էս տիկնիկն եմ թողնում քեզ։ Միշտ մոտդ ու հետդ կպահես էս տիկնիկը, ոչ ոքի ցույց չես տա, իսկ մի ցավ կամ վիշտ ունեցած ժամանակդ կերակուր կտաս իրեն, կկերակրես ու խորհուրդ կհարցնես, կուտի ու քեզ կասի, թե ինչ ճար ու հնար անես քո ցավին»։ Ասում է աղջկանը համբուրում ու մեռնում։ Կնոջ մահից հետո, ինչպես սովորություն է, վաճառականը սուգ է պահում, հետո սկսում է մտածել, որ նորից ամուսնանա, ու ամուսնանում է մի մեծ այրի կնոջ հետ։ Էս այրին էլ ինքը հասակն առած կին է լինում, համարյա թե Վասիլիսային հասակակից էլի 2 աղջիկ է ունենում։ Վասիլիսան իրենց տեղի առաջին գեղեցկուհին է լինում։ Խորթմերն ու իր աղջիկները նախանձում են նրա գեղեցկության վրա ու շատ բանի դնելով չարչարում են, որ աշխատանքից նիհարի, արևից ու քամուց սևանա, մի խոսքով օր չեն տալի։ Վասիլիսան էս ամենը տանում է անտրտունջ ու ընդհակառակը օրն օրի վրա լցվում, լավանում է։ Այնինչ խորթմերն ու իր աղջիկները իրենց ներսի չարությունից հալվում են, մաշվում ու նիհարում, թեև ամբողջ օրը ձեռները ծալած աղջիկ պարոնների նման տանը նստած են լինում։ Ոչ ոք էլ չի իմանում սրա գաղտնիքը, չեն իմանում, թե էս բոլորը Վասիլիսայի մոր թողած տիկնիկն է անում։ Բաժին կտային Վասիլիսան ամենալավ պատառը կպահեր իր տիկնիկի համար։ Իրիկունը, երբ ամենքը կպառկեին քնելու, նա իր նկուղում կփակվեր ու տիկնիկի հետ կխոսեր. «Տիկնիկ ջան, առ անուշ արա, իմ սև դարդին ականջարա, հորս օջախումը ապրում եմ ես, միշտ անխնդում ու լուռ էսպես, իմ խորթմերը խաթում, խանում, ինձ աշխարհքից դուրս է անում, ասա, հոգիս, էս ցավի դեմ ես ինչ անեմ, ես ոնց անեմ»։ Տիկնիկը կուտեր, խորհուրդներ կտար, կմխիթարեր, առավոտն էլ նրա բան ու գործն էլ ինքը կաներ։ Վասիլիսան իր համար դինջ ու հանգիստ կնստեր ծառերի շվաքում, ծաղիկ կքաղեր ու մին էլ էն կտեսներ, որ իր մարգերը քախանած են, բանջարեղենը ջրած, ջուրը բերած, կրակն արած։ Իսպես մի քանի տարի անց է կենում։ Վասիլիսան մեծանում է, հասնում, դառնում հարսնացու։ Ամեն կողմից փեսացուները խնամախոսներ են ղրկում նրան ուզելու, իսկ խորթմոր աղջիկներին հարսնող չկա։ Չարկինը ավելի է կատաղում ու բոլոր եկողներին մի բերան էն է պատասխանում, թե մեծերից առաջ փոքրին չեմ կարող մարդու տալ։ Խնամախոսներին էսպես ճամփու է դնում ու բռնում Վասիլիսային ծեծում, ջարդում, ջիգրը նրանից է հանում։ Մի անգամ էլ էս վաճառականը առևտրական գործերով ուրիշ աշխարհ է գնում, խորթմերն ուրիշ տուն է փոխվում, իսկ էս նոր տան կողքին մի մութ անտառ է լինում, էն անտառում էլ բնակվելիս է լինում մի կախարդ պառավ, որ ոչ ոքի մոտ չի թողնում, մարդկանց էնպես է ուտում, ոնց որ հավիճ ուտեր։ Խորթմերը ամեն մի դատարկ բանի համար շարունակ անտառն է ղրկում իր աչքի փուշ Վասիլիսային, թե ինչ է կախարդի ճանկն ընկնի։ Բայց տիկնիկը միշտ Վասիլիսային ճամփա է սովորեցնում, չի թողնում կախարդի որջին մոտենա ու ամեն անգամ էլ Վասիլիսան ողջ առողջ վերադառնում է տուն։ Էսպեսով հասնում են աշունքը։ Մի աշունքվա իրիկուն մերը 3 աղջկա ձեռքն էլ գործ է տալի, էն էլ դաս։
Մինը պետք է ժանյակ գործեր, մյուսը գուլպա աներ, Վասիլիսան էլ պետք է մաներ։ Էս կախարդը տան բոլոր ճրագները հանգցնում է, մենակ մի մոմ է թողնում վառած ու ինքը պառկում է քնի։ Աղջիկները բանում են։ Բանելու ժամանակ, որ մոմի պատրույգ ներվում է, խորթմոր աղջիկներից մինը ունելիքը առնում է, իբրև թե մոմի քիթը կտրի ուղի։ Ուղղելու փոխարեն իբրև թե հանկարծ լույսը հանգցնում է։ Դու մի ասիլ, մերն է սովորեցրել, որ այդպես անի։ Հիմի ինչ անենք, ասում են աղջիկները, լույս չկա, դասներս էլ կիսատ են։ Ինչ պետք է անենք, պետք է մինս ու մինս գնանք կախարդ պառավից կրակ բերենք։ Ինձ իմ ձեռի ասեղներն են լույս տալիս, կրակն ինչ եմ անում, ինչ ուզում է լինի, ես չեմ գնալ, ասում է ժանյակ գործող աղջիկն ու պինդ տեղը նստում։ Ես էլ չեմ գնալ, այն կողմից վրա է բերում մյուս քույրը, որ գուլպա էր գործում։ Ինձ իմ միլերի լույսն էլ է բավական։ Դե վեր կաց դու գնա, միաձայն կանչում են երկուսն էլ ու դուրս են հրում Վասիլիսային։ Գնա կախարդ պառավից կրակ առբեր։ Վասիլիսան վեր է կենում, գնում իր նկուղը, պահած ընթրիքը դնում է տիկնիկի առաջն ու ասում. Տիկնիկ ջան, առ անուշ արա, իմ սև դարդին ականջարա, ինձ խրկում են կրակ բերեմ չար պառավից, չար պառավը կուտի հո ինձ, ասա հոգիս, էս ցավի դեմ, ես ինչ անեմ, ես ոնց անեմ։ Տիկնիկը, որ ուտում է պրսնում, աչքերը ջուխտ մոմի պես վառվում են, ասում է. մի վախենար, Վասիլիսա, ուր որ խրկում են, գնա, միայն թե ինձ հետդ պահիր, ես որ հետդ լինեմ, պառավը քեզ բան չի անիլ։ Վասիլիսան վեր է կենում, տիկնիկը գրպանն է դնում ու ճամփա ընկնում դեպի մութ անտառը։ Գնում է, բայց ոչ մեռած է, ոչ կենդանի, հետը գնում է, հետը դողում։ Մին էլ են է տեսնում, մի սպիտակ ձիավոր ցոլած ու անցավ։ Ինքը սպիտակ, հագինը սպիտակ, ձիու սարքը սպիտակ ու սկսեց ծեգել։ Մի քիչ էլ գնում է, տեսնում հիմի էլ մի կարմիր ձիավոր անցավ։ Ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր, էստեղ էլ արևը բացվեց։ Օր ու գիշեր գնում է Վասիլիսան, մին էլ մյուս օրվա իրիկունը դուրս է գալիս այն բացատը, որտեղ կանգնած է լինում կախարդ պառավի խրճիթը։ Խրճիթի 4 կողմի ցանկապատը մարդկային ոսկորներից և էստեղ այնտեղ վրենցի ցանած մարդկային գանգեր են։ Դարպասի սյուների փոխարեն մարդկային ոտներ, թակիջի տեղը ձեռներ, կողպեկի տեղակ ատամները վրեն ծնոտներ։ Սարսափից մարում է Վասիլիսան ու տեղն ու տեղը քարանում մնում։ Եվ ահա դարձյալ մի ձիավոր, ինքը սև, հագինը սև, տակինը սև, քշած գալիս է ու կախարդի դռանը չքվում, տեղն ու տեղը անհետանում ու վրա է հասնում գիշերը։ Բայց ցանկապատի վրացի ցանածգանգիրի աչքերը լույս են տալի մտնում ու բացատն այնպես է լուսավորվում, ոնց որ թե ցերեկ լիներ։ Վասիլիսան ահից ու սարսափից դողում է, բայց չի իմանում, որ կողմը փախչի, մնում է մեղված։ Հանկարծ անտառից մի զարհուրելի աղմուկ է տարածվում, ծառերը ճռճռում են, խաշամը խշխշում է, դու մի ասիլ, կախարդ պառավն է անտառից դուրս է գալիս։ Գալիս է սանդի մեջ մտած, թակով թակելով, ջարդելով ու հալածելով, ավլով հետքը սրբելով։ Գալիս է դռանը կանգնում, 4 կողմի վրա հոտոտում ու իրեն վրչում։ Թու, մարդահոտ է գալիս, ով կա էստեղ։ Վասիլիսան այն կողմից ահ ու դողով մոտենում է, խորը գլուխ է տալիս ու ասում. Ես եմ, նանի ջան, իմ խորթմոր աղջիկներն ինձ խրկել են քեզ մոտ կրակի։ Լավ, ասում է կախարդը, ճանաչում եմ ինչ պտուղներ են։ Դե ինձ մոտ կացի ու աշխատի,
որ ինձ մոտ կենաս ու աշխատես, կրակ կտամ նրանց համար, թե չէ քեզ էլ կուտեմ։ Հետո դառնում է իր դարպասին ու ճչում. «Հեյ, բացվեցեք, ամուր փակեր, ետ գնացեք, լեն դարպասներ»։ Դռները իսկույն բացվում են։ Կախարդը սուլելով ներս է մտնում, Վասիլիսան էլ ետևից, ու բոլորը նորից փակվում են։ Ներս են մտնում, թե չէ, կախարդ պառավը իր թախտի վրա ձգվում է ու Վասիլիսային ասում. «Հապա մի էստեղ բեր կրակի կողքին ինչ որ կա, սոված եմ, ուզում եմ հաց ուտեմ»։ Վասիլիսան ցանկապատի գանգերից մարխը վառում է ու իրար հետևից բերում ուտելիքները պառավի առաջը շարում։ Ուտելիքն այնքան է լինում, որ 10 հոգի ուտեին հերիք կաներ։ Ներքնատնից էլ գինի արաղ է բերում ու պառավը նստում է ընթրիքի։ Բոլորն ուտում է, խմում, Վասիլիսային թերմացքից մի քիչ բան է թողնում ու վրչալով պառկում է քնի։ Քնելուց առաջ գլուխը վեր է քաշում, Վասիլիսային ասում. «Լավ մտիկ արա, հա, առավոտը որ ես կերթամ, դուռը կսրբես, խրճիթը կավլես, ճաշը կեփես, լվացքը կանես, հետո կերթաս հորից մի թաղար ցորեն կհանես, կընտրես, սև տրիճը կջոկես, միայն թե տես, ամեն բան արած լինի էնպես, ինչպես ասում եմ, թե չէ քեզ կուտեմ»։ Պատվիրում է ու քնում։ Վասիլիսան պառավի թերմացքը տանում է դնում իր տիկնիկի առջև, հետն արտասուք է թափում, հետն ասում. «Կեր, տիկնիկ ջան, անուշ արա, իմ սև դարդին ականջարա, չար պառավը իմ ուժից վեր տվել է ինձ ծանր գործեր, անեմ այնքան ես ուժ չունեմ, չանեմ կուտի, ես ինչ անեմ»։ Տիկնիկը պատասխանում է. «Մի վախենար, սիրուն Վասիլիսա, հաց կեր, աղոթիր ու քնիր, լույսը կգա բարին հետը»։ Առավոտը ծեգին զարթնում է Վասիլիսան, տեսնում է պառավն արդեն վեր է կացել, լուսամուտից դուրս է նայում ու գանգերի աչքերը հետսետե մարում են։ Ահա ցոլած և սպիտակ ձիավորն ու լույսը բացվեց։ Պառավը դուրս ելավ, սուլեց, հայտնվեցին սանդը, թակն ու ոտնավելը, ցոլած կարմիր ձիավորը, արևը ծագեց։ Ու պառավը մտավ սանդի մեջ, թռավ, գնաց, թակով թակելով, ջարդելով, փշրելով ու քշելով, ոտնավլով հետքը սրբելով ու ավլելով։ Վասիլիսան էլ ետ մնում է մենակ։ Ման է գալիս պառավի տունը, աչք է ածում ամեն անկյուն ու մնում է զարմացած ամեն բանի լիության վրա։ Ապա սկսում է միտք անել, թե ինչպես անի, որ պառավի պատվերը կատարի։ Մին էլ տեսնում է ամեն բան կատարած, պատրաստ, ու տիկնիկը ցորենի միջի վերջին տերեփուկներն է ջոկում։ «Քեզ միայն էն է մնում, որ կերակուրն եփես, Վասիլիսա», ասում է տիկնիկը ու մտնում գրպանը։ Իրիկնադեմին Վասիլիսան սեղանը բաց է անում ու սպասում է պառավին։ Սկսում է մթնաժռել։ Դարպասի առջև սևին է տալիս սև ձիավորն ու ակնակիր մութը կոխում է գետինը։ Միայն գանգերի աչքերն են, որ վառվում են խավարում։ Ապա անտառն սկսում է ճռճռալ ու խաշամը խշխշալ, պառավը գալիս է։ Վասիլիսան դուրս է գալի դեմը։ «Հը, ամեն բան պատրաստ է, թե չէ»։ «Պատրաստ է, նանի ջան, արի քո աչքովը տես», պատասխանում է Վասիլիսան։ Պառավը ներս է մտնում, տեսնում ամեն բան պատրաստ ու կատաղում է, որ բարկանալու բան չկա։ Ասում է. «Դե լավ», ու ճչում է. «Իմ ընկերներ, իմ աջ ձեռներ, եկեք տարեք իմ աղունն աղացեք»։ Էս ձենի վրա 3 ճյուղ ձեռքեր են հայտնվում, ցորենն առնում, տանում։ Պառավն ուտում է, կշտանում, սկսում է պառկել ու Վասիլիսային նոր հրամաններ է տալիս։ Ասում է. «Էգուց էլ էն կանես, ինչ որ էսօր արել էիր, ու բացի դրան հորիցը մի թաղար խաշխաշի սերմը կհանես ու հողը կջոկես հատիկ։ Չեմ իմանում, թե ով է հողն ու խաշխաշն իրար խառնել»։
Ասում է, երեսը պատին անում ու խռմփացնում։ Վասիլիսան գնում է դարձյալ տիկնիկին ուտեսնում ու հարցնում. «Աղոթիր ու քնիր, Վասիլիսա», պատասխանում է տիկնիկը, «լույսը կգա բարին հետը, ամեն բան պատրաստ կլինի վաղը»։ Առավոտն էլ ետ իր սանդն է մտնում պառավն ու գնում է, իսկ Վասիլիսան իր տիկնիկի հետ ամեն բան անում են վերջացնում։ Պառավն իրիկունը վերադառնում է, մտիկ է տալիս ու կանչում. «Իմ աջ ձեռներ, իմ ընկերներ, եկեք, տարեք, խաշխաշից յուղ հանեցեք ինձ համար»։ Իսկույն հայտնվում են 3 ճուղ ձեռներ, խաշխաշն առնում են տանում։ Ապա պառավը ընթրիքի է նստում, իսկ Վասիլիսան լուռ կանգնած է առաջին։ «Ինչու չես խոսում», հարցնում է կախարդը, «էնպես լուռ ու մունջ կանգնել ես, կարծես թե բերանումդ լեզու չկա»։ «Չեմ համարձակվում խոսել, Նանի ջան», պատասխանում է Վասիլիսան, «իսկ եթե դու հրաման ես տալի խոսելու, մի բան կհարցնեմ»։ «Հարցրու, միայն թե իմացած եղիր, լավ չի, որ ամեն բան իմանաս, շատ իմանաս, շուտ կպառավես»։ «Ես էն էի ուզում քեզ հարցնեմ, Նանի ջան, ինչ որ աչքով տեսել եմ։ Էստեղ գալիս ճամփին մի ձիավոր ընկավ աչքովս, ինքը սպիտակ, հագինը սպիտակ, տակինը սպիտակ, էն ո՞վ է էն ձիավորը, Նանի ջան»։ «Էն իմ պայծառ օրն է», պատասխանում է կախարդը։ Հետո տեսա մի ուրիշ ձիավոր, ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր, էն ո՞վ է։ «Էն էլ իմ կարմիր արևն է»։ «Իսկ էն սև ձիավորն ով է, որ քո դարպասի դռանը վրա հասավ, ինքը սև, հագինը սև, տակինը սև»։ «Էն էլ իմ մութ գիշերն է, 3-ն էլ իմ հավատարիմ ծառաներն են»։ Վասիլիսան էստեղ հիշում է 3 ճուղ ձեռներն ու լռում։ «Էլ ինչու չես բան հարցնում»։ «Էս էլ հերիք էր, Նանի ջան, չէ որ դու ինքդ ասիր, թե որ շատ իմանամ, շուտ կպառավեմ»։ «Լավ ես անում, որ էն ես հարցնում, ինչ որ դուրսն ես տեսել, էն չես հարցնում, ինչ որ ներսն ես տեսել։ Ես չեմ սիրում, որ իմ տան աղբն ու կեղտը դուրս են հանում, ու շատ հետաքրքրասերներին ուտում եմ։ Դե կաց, հիմա էլ ես քեզ հարցմունք անեմ։ Դու էդ ինչպես ես կարողանում անել ու հասցնել այսքան գործը, որ ես քեզ հանձնարարում եմ»։ «Իմ մոր օրհնանքն ինձ օգնում է, Նանի ջան», պատասխանում է Վասիլիսան։ «Ոնց թե դու օրհնած ես, հա։ Դե էստեղից դուրս գնա կորի դու, օրհնված աղջիկ, օրհնվածներն ինձ պետք չեն էստեղ»։ Ասում է ու խրճիտից դուրս քշում, դարպասից դուրս հրում, ցանկապատի վրա վառվող աչքերով գանգերից մինն էլ մի ձողի ծերն է անցկացնում, ձեռը տալի թե «Էս էլ քեզ կրակ, քու խորթ մոր ու իր աղջիկների համար, չէ որ նրանք քեզ կրակին ղրկել ինձ մոտ, որ իրենց համար կրակ տանես»։ Ու վազում է Վասիլիսան, վազում է դեպի տուն։ Ձեռքի գանգը ճամփին լույս է տալի մինչև ծեգը ու ծեգին հանգչում։ Մյուս օրն իրիկունը վերջապես տուն է հասնում։ Որ հասնում է, ուզում է ձեռքի գանգը դեն գցի, մտքում նա ասում է, մինչև հիմի երևի արդեն կրակ կլինեն արած։ Էս մտքի մեջ մին էլ հանկարծ գանգից մի խուլ ձեն է գալի, ինձ դեն մի գցի, տար քո խորթ մոր մոտ։ Տան էլ մտիկ է տալիս, տեսնում է մութը, կրակ չի երևում, գանգը հետը ներս է տանում։ Խորթ մերն ու իր աղջիկները Վասիլիսային որ տեսնում են, սկզբում ուրախ հանդիպում են, պատմում են, թե էն օրվանից ինչ դու գնացել ես, մեր տանը դեռ կրակ չի վառվել։ Մենք դեռ չենք կարողացել կրակ անենք, հարևաններից էլ ինչքան բերել ենք, տուն ենք հասցրել, թե չէ, հանգել է։ Հիմի քո կրակը վառ կմնա, ասում է խորթ մերը։ Գանգը ներս են տանում, թե չէ, աչքերն այնպես են նայում խորթ մորն ու իր աղջիկներին, որ էրում են, կրակում։ Ուզում են թաքնվեն, բայց ուր որ թաքնվում են, աչքերը ամենտեղ հետևում ու նայում են նրանց, էրում, կրակում են նրանց։ Ու լուսադեմին խորթ մերն ու իր աղջիկներն արդեն էրվել, ածուխ էին կտրել։ Միայն Վասիլիսային էր, որ ոչինչ չէր եղել։ Առավոտը Վասիլիսան գանգը հողում թաղում է,
տան դուռն ամուր կողպում, ինքը գնում է քաղաք մի անորդի պառավի խնդրում, որ մոտը կենա, մինչև իր հերը օտարությունից գա։ Պառավը սիրով ընդունում է իր աղջկա նման, Վասիլիսան էլ նրան սիրում, պատվում է իր մոր պես, մոտը ապրում է ու սպասում։ Պարապությունից, որ հոգնում է, մի օր էլ պառավին ասում է. «Էսպես պարապ-սարապ նստելուց հոգնում եմ, նանի ջան, ինչ կլինի, գնաս վուշ առնես, բերես, մանեմ»։ Պառավը գնում է, վուշ է առնում, բերում։ Վասիլիսան նստում է մանում, այնքան բարակ ու նուրբ, ոնց որ մազ։ Մանածն էլ անում է պրծնում, հիմի պետք է գործի։ Բայց այն տեսակ տորք չի գտնվում, որ այն մանածին գա, ոչով էլ չի կարողանում շինի։ Վասիլիսան էլ ետ իր տիկնիկին է խնդրում։ Տիկնիկն ասում է. «Գնա ինձ համար մի հին տորք բեր ու մի մաքոք, մին էլ մի քիչ ձի ու ձար, ես քեզ համար ամեն բան կշինեմ»։ Վասիլիսան գնում է գտնում ինչ որ հարկավոր է, տալիս է տիկնիկին, ինքը քնում։ Առավոտը վեր է կենում, տեսնում տիկնիկը մի հիանալի տորք է շինել։ Վասիլիսան կտավը հինում է, նստում է գործում ու ձմեռվա վերջը արդեն պատրաստ է լինում մի կտավ, որ ասեղի ծակովն անց կկենար։ Գարունքը կտավը ճերմակացնում են ու Վասիլիսան պառավին ասում է. «Նանի ջան, տարես կտավը ծախի, փողը բեր, քեզ լինի»։ Պառավը կտավին մտիկ է անում, մնում է բերանը բաց։ Ասում է. «Աղջիկ ջան, էս կտավը թագավորին վայել կտավ է, արի տանեմ պալատը, տեսնեմ»։ Էս կտավն առնում է պառավը, գնում թագավորի պալատի մոտերքը պտտվում։ Թագավորը նկատում է, որ մի պառավ իր պալատի մոտերքը պտտվում է, ասում է. «Ինչ ես ուզում, այ նանի»։ Պառավը թե թագավորն ապրած կենա, ես քեզ վայել մի են տեսակ ապրանք եմ բերել, որ ուզում եմ դու տեսնես։ Թագավորը հրամայում է պառավին ներս բերեն։ Պառավին, որ ներս են բերում, թագավորը կտավը տեսնում է, էստեղ էլ սրա բերանն է մնում բաց։ Ասում է. «Ինչ է սրա գինը, այ նանի»։ Թե սրան գին չունի, թագավորն ապրած կենա, քեզ նվեր եմ բերել։ Թագավորը շնորհակալություն է անում, ինքն էլ իր կողմից պառավին է նվերներ տալիս ու արձակում։ Ուզում են կտավիցը թագավորի համար շապիկ կարեն, բերում են ձևում, բայց այնպես կարող չեն գտնում, որ կարի։ Ման են գալիս ման, վերջը թագավորն էլ ետ են պառավին է կանչում, թե այ նանի, ոնց որ ես կտավը գործել ես, այնպես էլ պետք է կարես, թե չէ ուրիշ կարող չկա։ Պառավն ասում է. «Թագավորն ապրած կենա, ոչ ես եմ մանել ու գործել ես կտավը, ոչ էլ ես կարող եմ կարել։ Մի որդեգրուհի ունեմ տանը, էս նրա ձեռի գործն է։ Լավ, որդեգրուհիդ լինի, տար տուր նրան, թող նա կարի»։ Պառավը վերադառնում է տուն, Վասիլիսային պատմում, ինչ որ պատահել էր։ «Ես էլ գիտեի, որ այս գործը վերջը ինձ էր հասնելու», ասում է Վասիլիսան։ Փակվում է իր սենյակում ու սկսում է կարել։ Գիշեր ցերեկ է անում, կարում, պատրաստում, տալիս է պառավին, թե տար տուր թագավորին։ Պառավը շապիկն առնում է տանում պալատը, տալիս թագավորին, իսկ Վասիլիսան երեսը լվանում է, գլուխը սանրում, հագնվում, զուգվում, նստում լուսամուտի առաջն ու սպասում է, թե տեսնի ինչ պետք է լինի։ Մին էլ այն է տեսնում, որ թագավորի մարդիկը գալիս են դեպի պառավի տունը։ Գալիս են, ներս են մտնում ու հայտնում, թե ով է կարել թագավորի շապիկը։ Թագավորն ուզում է նրան տեսնի ու ինքը իր ձեռքով վարձատրի։ Վասիլիսան վեր է կենում, գնում թագավորի առաջին կանգնում։ Թագավորի տեսնելն ու սիրահարվելը մին է լինում։ «Էլ ես քեզանից ձեռք քաշողը չեմ, սիրուն Վասիլիսա», ասում է թագավորը։ «Էսօրվանից դու իմն ես, ես էլ քոնը։ Էսօրվանից իմ կյանքի ընկերն ու իմ աշխարհքի թագուհին ես դու»։ Ասում է, ձեռիցը բռնում, բարձրացնում, նստեցնում է իր կողքին ու սկսվում է հարսանիքը։ Վասիլիսայի հերն էլ վրա է հասնում, աղջկա բախտավորությունը, որ տեսնում է, ուրախանում, աշխարհքովը մին է լինում, ու այն մնալն է, որ մնում է աղջկա մոտ։
իսկ մերացու պառավին էլ չի մոռանում Վասիլիսան, բերում է պալատ, պահում է իր մոտ, իսկ տիկնիկի չի բաժանվում մինչև մահը ու միշտ ամեն տեղ պահում է իր գրպանում։